Նախագահի ուղևորությունը Սփյուռք մեկնարկում է դռնփակ։ Տեղի հայկական եւ օտար լրատվամիջոցներին արգելված է անգամ հետևել քննարկմանը։ Հարցեր ուղղել նախագահին կարող են միայն ուշ երեկոյան հրավիրված ընդամենը 20 րոպե հատկացված ասուլիսի ընթացքում, այն էլ առավելագույնը 4 հարց։ Խոսքը արտահայտվելու մասին չէ, բարձրապես լրելու եւ նոտակրելու, թե ինչ կսվի, որովհետեւ մենք մեր բարդականությունը կդարենք որպես թղթագիտներ, որպես լրագրողներ։ Ես կգործեմ սա վախի արտահայտություն է, որ մենք խոսենք, արտահայտենք, ճշմարտությունը ասենք, ոչ թե մեգուն կամ մույսի ճշմարտությունը, այլ խոսենք ճշմարտության մասին, այսինքն մեր գաղութի պատասխանատուները ինչ կսեն նախագահին եւ մեր նախագահը ինչ կպատասխանի մեզի։ Իդեպ հանդիպմանը հրավիրվել են սահմանափակ թվով մարդիկ, այն էլ ոչ ամենաազդեցիկները։ Անիրավ բաներ բադահեցան, այսինքն մեծ պատասխանատվություն ունեցող մարդիկ ներկա չգտնվեցան հրավերչական, բայց կգործեմ, որ հիմնադանի մեջ Սփյուռքը որոշ չափով ներկայացված է։ Հիլդա Չոբոյանը ներկա է լինելու հանդիպմանը եւ մտադիր է համայնքի անունից 2 հարց բարձրացնել։ Նախ նրանք համոզված են, որ Թուրքիան մտադիր չէ բանակցել Հայաստանի հետ եւ առաջադրված նախապայմանները բանակցությունների հիմք լինել չեն կարող, քանի որ այդ երկիրը սահմանը բացելուց որևէ շահ չունի։ Երկրորդ, եվրոպահայերը մտադիր են նախագահի հետ քննարկել, ինչպիսի համահայկական ռազմավարությամբ կարելի է Սփյուռքի եւ հայրենիքի միջև առաջացած վիհը վերացնել։ Մեր գարդիկով Հայաստանի իշխանությունները համահայկական ամփոփական ռազմավարություն պետք է մշակեն, որի մեջ Սփյուռքը ընդգրկվի ոչ միայն այսպես տարբերական հանդիպումներով, որոնք այլևս ժամանակավոր տաքսած են, այլ միացյալ ուժերով, միացյալ ռազմավարության մեջտեղումով։ Սփյուռքահայերի դիրքորոշումը նախագահի այցին ընդառաջ տեղ է գտել եւ եվրոպական մամուլում։ Le Monde-ն ու Libération-ը հրապարակել են Սերժ Սարգսյանին ուղղված կոչ, որ համայնքայությունը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը, բայց ոչ հայ ժողովրդի գերագույն շահերի զոհաբերմամբ։ Իտալական La Stampa-ն գրում է. Սերժ Սարգսյանը ժամանելու է իր շքախմբի ուղեկցությամբ, սակայն դրանից իրավիճակը չի փոխվում։ Սերժ Սարգսյանը քաջ գիտակցում է, որ նա միայնակ պետք է դիմադրի ողջ սփյուռքահայությանը։ Առաջին անգամ նրա դեմ է դուրս եկել 9 միլիոն հայ, ովքեր սփռված են աշխարհով մեկ, 9 միլիոն հզոր մարդ, ովքեր ազդեցություն ունեն տնտեսությունում ու քաղաքականությունում։ Աննա Բալյան, Երկիրն այսօր։